Ու չեմ հասկանում ես պահվածքի պատճառը։ Իսկ ինչ պատճառներ ես ման գալիս։ Դե ամեն օր չի, որ միասին ռեստորանում ճաշում ենք։ Կարող է մեր ամենամեծ սխալն էլ հենց այդ է, ամուսիններ ենք։ Նորմալ չի, որ մեկ-մեկ դուրս գանք, իրարերս տեսնենք, ճաշենք, զրուցենք, շփվենք։ Մեր կյանքում ամեն ինչ միշտ անսովոր է եղել։ Անսովոր սառը ու անսովոր հեռու։ Իմ կարծիքով ժամանակն է անսովոր բաները դարձնել սովորական։ Սենգեմ Ֆայնային տեսնեմ ինչ արեցին։ Ինչ ա եղել որ։ Այսօր Յանան մեր տանը աստիճանների վրա ընկել է, ոտքը վնասել է։ Մենակ Յանան կարա մեր տանը ընկնի ջարդոխորդ լինի։ Համա։ Ալո, բալես։ Ինչ արեցիք, արդեն նկարեցիք ոտքը։ Համում նկարել ենք, ոչինչ բան էլ չկար։ Ուղղակի ոլորվել է։ Մի հատ քսուքա նշանակի, ասել է քիչ-քիչ կշարժվես։ Յանայի դեպքում այդ մի քիչ դժվար է։ Ման, բայց ամենասարսափելին այդ չէր, է։ Էն էր, որ Հենրին այդ միջանցքում մեզ թողեց ու գնաց։ Լավ չմտածեց, ասենք ես Յանային ոնց պիտի տեղափոխեմ։ Ոնց։ Ուր գնաց։ Ինչ իմանամ։ Իրանը ճակատագիր է։ Չգիտես ոնց Անգելինան էլ վնասված ոտքով խեղճ աղջիկը հայտնվեց հիվանդանոցում, էն էլ իրան կորցրած վազեց հետևից։ Ռոմանտիկա։ Անգելինան։ Հո բան չի եղել։ Ինչ իմանամ, մամ ջան։ Տղետ կգա իրանից կհարցնես։ Լավ, բա հիմա դուք որտեղ եք։ Դե Յանային մի կերպ տաքսիով բերել եմ կոկո գոնե տենց սիրտը շահեմ։ Համել տենց այս ոտքով գնատուն մենակ ինչ անի։ Հետս էլի թող լինի։ Հասկացա, դե որ մի բան պետք լինի կզանգես։ Լավ, մամ ջան։ Ինչ Անգելինա։ Ինչ էիք խոսում։ Անգելինային են հանդիպել նույն հիվանդանոցում։ Պատսում է ինքն էլ է ոտքը վնասել։ Բրծում չկա էլի, զորով չի։ Մենք դրանց իրարից հեռացնում ենք, գնում մագնիսի նման էլի կպնում են իրար։ Իսկ գուցե սխալն էլ հենց էդ է, որ հեռացնում ենք։ Ասում եմ լրիվ կանացի դրախտավայրը։ Ինչ ուզում ես կա։ Մի տեսակ նայում եմ այս ամեն ինչին, ցավերից մասին մոռանում եմ։ Դեյան, իրականում մեզ մոտ միայն որակյալ կոսմետիկա է, զգացողությունները նավանում։ Երևում է։ Ֆայնա ջան, գիտես շատ եմ զարմանում քո վրա։ Ասենք, այս անտիր խանութը կա, էլ ինչի տա պետք ուրիշ աշխատանք գտնես։ Յան, նորմալ է, որովհետև ես ուրիշ մասնագիտություն էլ ունեմ ու ուրիշ տեղել եմ ուզում աշխատել։ Ջղայնանում եմ քո վրա, գիտես։ Մի քիչ ժամանակի հետ քայլի էլի։ Ասենք լուրջ եմ ասում, ես այս ամեն ինչը ունենայի, ընդհանրապես ոչ մի ուրիշ բանի մասին չէի մտածի։ Հետաքրքիր աղջիկ ես դու։ Ինչ հեշտ է քո համար, Յան։ Չէ, ֆայնա։ Ինձ համար հեշտ չի, բայց այ քեզ համար հաստատ հեշտ է։ Ամեն ինչ ունես, ինչը տապակաս։ Հենրի նման աղբեր ունես։ Չնայած դրա անունը ինձ մոտ չտաս, հա։ Շատ ջղայնացած եմ ու նեղացած իրանից։ Յանա, ես կապ չունեմ։ Դու մեր ամեն դիալոգի մեջ Հենրիին մտցնում ես։ Ասենք ոնց կարող էր թողնել Յանային անօգնական վիճակում ու գնար։ Անշնորհք։ Գիտես ոնց էր ցավում ոտքս։ Իսկ երկար կտևես վիճակը։ Չեմ կարծում։ Եթե իհարկե շատ այս ու այն կողմ չգնա, կարծում եմ մի քանի օրից արդեն կարող է նորմալ քայլել։ Դե մի քիչ դժվար կստացվի, բայց ամեն դեպքում կփորձեմ։ Դե լավ, ես գնամ։ Ամեն ինչի համար շատ շնորհակալ եմ, իսկ սուրճը ուղղակի հրաշալի էր։ Մենք ենք շնորհակալ։ Մի քիչ հաճախ եկեք մեր տուն։
կաշխատեմ։ Ինչ ես տենց նայում, մամ։ Հետո։ Ինչ է հետո։ Ուղղակի ուզում եմ, որ աչքերդ բացվի։ Մենակ չասես, որ մտածում ես, այս երիտասարդն ինձ է սիրահարվել։ Հենց տենց էլ կա։ Սիրահարված է։ Միայն միամիտ մարդը կարող է դա չնկատել։ Բայց լնայի, ինչ լավ ստացվեց։ Լրիվ հոլիվուդյան սցենար։ Պատահար, հանդիպում, տեսավ ու սիրահարվեց։ Մամ ջան, այդ մարդը բժիշկ է։ Ու ինձ թվում է շատ նորմալ է, որ հոգատար վերաբերմունք է ցույց տալիս։ Հերիք է երևակայական սցենարներ մշակես։ Լավ, կապրենք, կտեսնենք։ Տեսնելու բան չկա, բացարձակ։ Մեքենայի տակ եմ ընկել, այդ մարդն էլ իրան մեղավոր ազգում հոգատարություն է ցուցաբերում։ Այդքան բան։ Կլինի այդ ամենը ինձ չհիշեցնես, հիշում եմ վատանում եմ։ Հեսա կհասկանանք, թե դու ինչ էիր անում այս մի ժամը Անգելին հենց տանը։ Բան է եղել։ Որ քեզ կանգնացնում եմ, ուրեմն բան է եղել։ Սրանից հետո քեզ այս տարածքում, առավել եւս Անգելինայի կողքին, հանկարծ չտենամ։ Տղա ջան, դու ով ես։ Իմ հետ տղա ջանով չխոսաս։ Տոնդ փոխի իմ հետ խոսալուց։ Դե ուրեմն լսի, քեզ վերջի անգամ եմ զգուշացնում նայի չկրկնեմ։ Քեզ էլ Անգելինայի կողքին չտենամ։ Թե չէ շատ վատ կլինի քո համար։ Այդքան ծիծաղալու էր ասածս։ Շատ։ Սեմ չի լսվում։ Լավ, երևի կոպերից է։ Ինչի չի պատասխանում։ Մի բան եղած չլինի։ Տեսար դրա մեքենան։ Հա, տեսա։ Չեմ հասկանում ինչա կպել պոկ չի գալիս։ Այլ չգիտեմ այդ տղայի հետ ոնց խոսանք, որ այս կողմերը չերևա։ Էլի բան է եղել։ Եղել է, բայց այս անգամ հուսադրող։
Այն բժիշկը Անգելինային բերեց տուն, մենք հրավիրեցինք սուրճի, իմիջիալոց շատ լավ տղա է։ Իսկ միգուցե սկզբից պատմեք, թե ինչ ասացին ոտքի համար։ Ոչ մի վտանգավոր բան չկա, պապ ջան, ասեցին ուղղակի մի քիչ պետք է շարժվեմ։ Կարող ես։ Դե պիտի փորձեմ։ Բարձրանամ իմ սենյակ։ Այդ բժիշկը անտիր տղա է, ոնց որ Անգելինայի հանդեպ էլ անտարբեր չի։ Հիմա կարող է հուսահատությունից ամեն քայլը փոխի, փեսացու փնտրես։ Վայավակ, որ անտարբեր չի, ես մեղավոր եմ, աչքից տեսած եմ քեզ ասում։ Վերջապես այդ անպատկառից ու իր ընտանիքից կազատվենք։ Անտիր տղա է, դաստիարակված, կիրթ, բժիշկա։ Իսկ թվում է իսկական Անգելինայի համար է։ Մնում է Անգելինան հավանի։ Որ մի քիչ հաճախ հանդիպեն, կհավանի։ Վայ, Վիկա։ Ես անիմաստ խոսակցությունների ոչ մի արդ ունեմ, ոչ էլ ժամանակ։ Ուղղակի սրանից հետո իմացի թե ում հետ ես խոսում։ Ինձ ավելի լավ ասա, ինչ գործ ունես Անգելինայի հետ։ Ոնց ես ծանոթացել։ Դե եթե դուք այնքան մոտ եք, որ դու պարտադիր պետք է իմանաս, կարաս զանգես Անգելինային իմանաս։ Ես քեզ եմ հարցնում։ Ես քո հարցին չեմ պատասխանի։ Ախր չես պատկերացնում քեզ ինչ վատ դրության մեջ ես գցում։ Ոչինչ։ Մի կերպ կդիմանամ։ Լսում եմ։ Էդ ես եմ քեզ լսում։ Հիմա հատ-առհատ պատմում ես ինչ ա եղել ու ոնց ա եղել։ Ու այդ լոլոզը ոնց էր հայտնվել ձեր տանը։ Բայց դու ով ես, որ ես քեզ այդքանը պատմեմ։ Չես ճանաչում ով եմ։ Չէ, Հենրի։ Ցավոք սրտի, վաղուց իմ ճանաչածը չես։ Սխալվել եմ քեզ ճանաչելու հարցում, հիմա էլ փորձում եմ սխալներս ուղղել։ Սխալներդ ուղղելու ուրիշ տարբերակներ չգիտես։ Կարծեմ դու ինձ Աննա Բագրատովնայի մոտ վիրավորեցիր ու դուրս հանեցիր։ Ես իմ կյանքը, մի խառնվի իմ կյանքին։ Ոնց կուզեմ կապրեմ, ում հետ կուզեմ կծանոթանամ։ Հաջողություն Հենրի։ Հələ սրան նայ։ Իրանը ասում անջատում է վրես։ Քեզ թվում է որ քո կյանքն է։ Ես եմ քո կյանքը։ Հələ սպասի։ Ու դու էդի վաղ թվուշ ընդունելու ես։ Ասա։ Այդ ասածներս երեսով ես տալիս, հա։ Հա, հետո։ Ոտքիդ ինչ ա եղել։ Քեզ ինչ Հենրի։ Լսի կգամ կսպանեմ քեզ։ Ներվերս մի կեր։ Ասա տենամ ինչ ա եղել։ Այդ քեզ թող ընդհանրապես չհետաքրքրի։ Շատ շուտ ուրիշին գտար։ Ոտս չքաշած մարդ ես բերում տուն։ Ես քո մասին լրիվ ուրիշ կարծիք ունեի։ Լուրջ։ Ես էլ քո մասին։ Ստացվում է ոչ ես եմ քեզ լավ ճանաչել, ոչ էլ դու ինձ։ Հետևաբար ճիշտ ժամանակն է, որ մենք մեր շփմանը վերջ դնենք։ Էս ինչ պատիժ էր արա, բայց սրան է արժանի։ Հեսա ինձ Բագրատն էլ խառնվել է իրար ինձը մանգալու չգտնի։ Միջև երբ եմ ես մենակյացի կյանքով ապրելու, արդեն մարդկանց հետ խոսելու ձևն եմ մոռացել։ Լրիվ դեպրեսիայի մեջ եմ։
որտեղ է Սեմը ու ինչ վիճակում։ Անգիտակից բերել են, փորձում են կուշկի բերել։ Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել։ Մի բան հաստատ է։ Շտաբ վիրահատության անհրաժեշտություն կա։ Ուղղակի սպասում ենք գիտակցության կա։ Խնդրում եմ ամեն ինչ արեք, որ եղբորս ոչ մի բան չպատահի։ Մենք հնարավոր ամեն բան անում ենք։ Պատվերը գրանցված է, for UAM-ը դեպի սիրտ գնացող ճանապարհները հարթում։ Իդեալական։ Հա, փաստորեն, այսպեսի ծաղիկներ ես սիրում։ Հերի գժվել ես դու։ Քո ձեռը ոնց կարելի է չգժվել։ Ասում ես ինչի ես հեռախոսը անջատում վրես։ Որովհետև մենք խոսալու ոչ մի բան չունենք, Հենրի։ Մի բան էլ դու ես նեղանում։ Ինչ գործ ուներ այդ ծակ պրոֆեսորը ձեր տանը։ Հերի կլինի ցածր խոսես, հասկանում ես, որ դու պատշգամբով ներս ես մտել գիշերվա 1000-ին։ Լավ գոնե ասա, որ ծաղիկները դուրդ եկան։ Խնդրում եմ քեզ գնա։ Ուր գնամ, նոր եմ եկել։ Ես ոնց խոսամ քո հետ, Հենրի։ Ոնց սիրտը թելադրում է։ Իսկ ես շատ լավ գիտեմ քո սիրտը ինչ է զգում ու ինչ է ուզում։ Դու սխալվում ես։ Անգելինա, քնացես։ Անցար բոլոր սահմաններ։ Այս քալի համար ես պատրաստ եմ քեզ խեղդել։
բարավո։ Մենց մի արա որ դիմադրեմ։ Տես որ իմ տանը ինձ ահա տալիս։ Էս ինչ է այստեղ կատարվում։ Այս երկուսը մեզ պիտի բացատրեն։ Հարգելիներս, ես սիրում եմ Անգելինային, ինքն էլ ինձ։ Հիսուս մնա։ Սա ուղղակի խայտարակություն է։ Չէ դու ով դարար որ գիշերով գախտագողի մտնես իմ տուն, հա։ Մեր աղջկան ընջարան։ Բադու, դու Անգելինա ինչ ես անում ես այդ։ Մենք արժանի ենք, հա, սրան։ Բանն է որ Բանն է, որ մենք սիրում ենք իրար։ Քանի անգամ պետքա ձեզ այդ ասեմ։ Ոնց որ առաջի անգամ եք լսում այդ ամեն ինչը։ Ավակ դրա բերանը փագի։ Դուք ոնց կարում խանգարում եք մեզ, բայց մենք դրանից չենք դադարելու սիրել իրար։ Սիրում եք անդարի կորիս տեղից։ Որ եք դինում է։ Հենց կաշշես։ Թենից մտածում ես աղջկատ խաթր կուլ եմ գնում, ոնց ուզում քեզ պահում ես։ Անգելինա, հենց հիմա ասա որ ձեր մեջ ամեն ինչ ավարտված ու թող ռադա քաշի ստեղից։ Ինչ ուզում է թող ասի։ Մեկը դրանից իմ մեջ ոչ մի բան չի փոխվելու։ Ինքը կամ իմն է լինելու, կամ ոչ մեկին է։ Ռադա քաշի։ Վերի, գնա ասա թող գան այս ամենը անչոտ են տուն են գնում։ Սեմ դու գժվել ես, ինչ ես խոսում։ Բժիշկն ասաց, որ պիտի շտապ վիրահատվես։ Վերի ասում եմ տուն են գնում, ոչ մի վիրահատություն։ Սեմ լավ ինչ ես անում դու։ Ես չեմ հասկանում, ոնց կարա մարդու համար այդքան միևնույն լինի իր առողջությունը, իր կյանքը։ Խնդրում եմ, պանիկայի մի մատնվի, ամեն ինչ նորմալ է։ Ինձ անհանգստացնում է քո անտարբերությունը։ Լավ ոնց կարա մարդ այդքան անտարբեր լինի սեփական կյանքի նկատմամբ։ Մեր անպայման կբուժվեմ, խոսք եմ տալիս։ Մենակ խնդրում եմ, գնա ասա թող գան այս ամեն ինչը անջատեն տուն գնանք, ներվայնանում եմ այս վիճակներից։ Սեմ այն ինչը վերաբերվում է առողջությանը վաղվան չեն թողնում։ Ոնց որ թե քեզ լավ ախեցրել եմ, հա։ Հա։ Սեմ ես աշխարհում ես մենակ քեզ ունեմ։ Որոշել ես ինձ մենակ թողնես։ Քեզ մենակ չեմ թողնի։ Մի մտածի։ Ամեն ինչ լավ կլինի։ Յան, քնած չէիր։ Ֆայնա ջան, ինձ նման փոթորկոտ հոգի ունեցող անձնավորությունը ոնց կարող է այսքան շուտ աչուկները փակել։ Դե որ ոդկդ վնասել էիր, ինձ թվաց կարող է բացառություն անես։ Չէ, ընկերուհիս, Արթունը նստած է։ Դու ինչ ես անում։ Դե ես էլ աստի զանգեմ տեսնեմ ոդկդ ոնց եղավ։ Ֆայն չեմ խափի, ցավում է։ Միացած անդուր ցավ կա։ Շատ է ցավում, բայց հենց նայում եմ Հենրին, ցավերս անցնում է։ Ոնց Հենրին ես նայում։ Ինչի Հենրինը տեղա։ Ինքը չէ։ Բայց նկարը, հա։ Յանա Հենրի նկարը ինչ ես կախել պատից։ Նախ չեմ կախել, սիրուն դրել եմ, մենակ տեսնես։ Ու երկրորդ, այս նկարին որ նայում եմ, ոնց որ դեպրեսիայից հանում է ինձ այս նկարը։ Ես կասեի ոչ թե հանում է, այլ քեզ գցում է դեպրեսիայի մեջ։ Չէ, Ֆայնա, ազնիվ խոսք շատ է օգնում։ Այ իմ ասենց նստած նայում եմ նկարին, ցավերս մի տեսակ մեղմանում է, գրեթե անհետանում է։ Լսի լուրջ եմ ասում, աղբերդ ոնց որ իմ ցավազրկողը լինի։ Յանա, կարող է հիմա ցավերդ մեղմանում է, բայց հետագայում իմացի, որ ավելի լուրջ ցավերի ես բախվելու։ Էդ որն է, Ֆայնա ջան։ Օրինակ հայտնվելու ես հոգեբուժարանում։ Դե հա, իհարկե, որ քո նման ընկերուհի ունենամ, ոնց էլ չլինի մի օր կհայտնվեմ հոգեբուժարանում։ Հա, բայց ես ինչ եմ արել։
Հենց այդ Աֆայինա ջան, որ դու ոչ մի բան չես անում։ Փոխանակ օգնես, այնպես անես դասավորես, որ ես ու Հենրին միասին լինենք։ Ոչ մի բան չես անում։ Լուր դիտում ես հերվից։ Ես ամեն ինչ անում եմ, պայքարում եմ, կաշվից դուրս եմ գալիս, որ ձեր տուն հարց գամ։ Դու ոչ մի բան, ուղղակի հետևում ես։ Կներես, Յան, բայց դու անհույս ես։ Ֆայնա։ Օխ։ Շատ սիրուն է ախպեր։ Չգիտեմ, զանգիտ ես։ Չես պատկերացնի, բայց արդեն մի քանի անգամ զանգել եմ։ Չի պատասխանում։ Իսկ ինչու է քեզ թվում, որ ես գիտեմ իր տեղը։ Որովհետև իրանց քավորն ես։ Ճիշտ կլինի ես պահին ես լուրեմ։ Իսկ կարող է իրանց բազմախբյուր գյուղի այդ գեղչկուհու ոտքը գիպսադրում։ Անգելինան շատ լավ աղջիկ ով իմ տղային համապատասխան, ես չեմ հասկանում, դու ինչի ես այդ երեխուն այդքան դեմ։ Կարճ կոնկրետ, իրար համապատասխան են։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Կարող չայ խմես։ Չէ, մի քիչ ինձից հանգստացի։ Բան է աղի։ Այսօր մի քիչ նեղացրել եմ։ Ի տարբերություն Հերիի, ես իմ հորը հարգում եմ։ Բարզա։ Այսօր ընդամենը իմ կարծիքը առաջ եմ տարել։ Բայց այսօր դու էլ ես մի տեսակ։ Չէ, նայշի, որ մնացած բոլոր օրերին անշուժ ես։ Բայց այսօր հետ չէր բան է կատարվում։ Անետի հետ էի խոսում։ Չես հավատա, բայց պարզվում է պապաս ընկերուհի ունի։ Լուրջ։ Ով է այս աշխարհում միական հույսը, որ հորը տա ընտրե։ Ես մենակ Անետի համար եմ նեղվում։ Չեմ ուզում, որ ինքը ընկճվի, բայց ոնց հասկացա արդեն ընկճված էր, որովհետև պապայիս այդ ընկերուհին շատ անհաջող մարդ է։ Իսկ ուրիշ ինչ էիր սպասում։ Հորդ ով պետք է ուզեր։ Աստված իմ ինչի քո հետ կիսվեցի։ Ամուսինդ եմ 25 տարի պահանջվեց, որ դու ինձ վստահես։ Համոզի թող Անետը վերադառնա տուն, թե չէ հերդ ու իր ընտրյալը կկրճատեն Անետի կյանքի տևողությունը։ Դե խոսա, օրվա հերոսուի, բացատրես խայտարակությունը։ Փաստորեն այդ աստիճանի մեր վրա ուղակի թքած ունես, խոսքեր չունեմ։ Խնդրում եմ, սենց մի ասեք։ Դու մեզ ստորացնում ես, հասկանում ես, մենք դրան ենք արժանի։ Ես ուղակի չեմ հասկանում, ինչով այդ հիմարը քեզ գերել, չեմ հասկանում։ Ես սիրում եմ Հենրիին։ Սիրելու անուն չտաս, թե չէ ես ինձ արդեն չեմ կառավարի։ Հաստորեն մենք սրան էինք արժանի։ Այդ անպատկառը հայտնվել է իր կյանքում ու ինքը մոռացել է ծնողին, մոռացել է հարգանքը ծնողի հանդեպ, սրան էինք արժանի։ Ես ամեն գնով պայքարում եմ իմ սիրո դեմ։ Ինչպես։ Այդ տեղային քո ննջարան թողնելով։ Անկամ հաշվի չարար, որ կողքի ննջարանում քո ծնողներն են։ Այդ դաստիարակությունն ենք քեզ տվել։ Ես ոչ մի բան չեմ արել։ Ինքն է եկել սենյակ։ Ես հնարավորինս հեռու եմ ինձ պահում իրանից։ Պայքարում եմ իմ սիրո դեմ, մինչդեռ մարդիկ պայքարում են իրանց սիրո համար։ Լավ, ասում ես դու բան չես արել։ Բայց այդտեղի ո՞նց է մտել մեր տուն։
Ով է պատոհանը դուռը բացել։ Ով։ Ես անակնկալի եկա, չգիտեմ ոնց ստացվեց։ Անակնկալի եկող մարդը այդ ծաղիկները գլխին կտար ու կճանապարհեր։ Ես նույնիսկ պատրաստ եմ վերապատրաստմանս վայրը փոխել։ Միայն թե իրանից հեռու մնամ։ Բայց դուք դա չեք տեսնում, դուք մենակ ինձ մեղադրում եք։ Ես այլևս խոսքեր չեմ գտնում քեզ ասելու։ Շարունակիր նույն տեմպերով։ Մինչև մեզ գերեզման կհասցնես։ Ինչի եք այսքան դաժանի հետ վարվում, մամ։ Լավ, ասենք ես սխալ եմ, Հենրին սխալ է։ Բայց դուք թաքցնում եք բուն պատճառը, ինչի չեք թողում, որ մենք շփվենք։ Բուն պատճառը հենց այդ անպատկան տղան է։ Որի կողքին դու ես անպատկար դառնում։ Շատ շնորհակալություն, մամ ջան։ Մեր իմացած Անգելինայից բան չի մնացել։ Համաձայն եմ, կյանքով լեցուն Անգելինան սիրո մասին այլ պատկերացումներ ուներ, որին դուք եք այդպես դաստիարակել։ Իսկ հիմա դուք ձեզ հակասում եք։ Ես դեմ եմ դուրս եկել ինքս ինձ ու իմ զգացածին։ Ու ես մեղավոր չեմ, որ Հենրին ծաղիկներով հայտնվեց իմ սենյակում։ Բայց երևի թե ինքն էլ մեղավոր չի, որ սիրում է ինձ։ Դա սեր չի, սեր չի։ Եթե օրվա հերոսուհու ելույթը ձեզ գոհացրեց, ձեր թույլտվությամբ գնամ պարկեմ։ Եթե չես ուզում մարդասպան դառնամ այս տարիքում, ուրեմն հեռու մնա այդ լակոտից, ոչ թե փափուկ բարձիդ մեր գլխի տակ, քո դատարկ խոստումներով։ Ինչի չես գնում քնես։ Այ եթե մնայիր հիվանդանոցում, հիմա կգնայի ու հանգիստ կքնեի, բայց քանի որ ինձ չլսեցիր, եկար տուն, ես ամբողջ գիշեր քեզ պիտի հսկեմ։ Հենց ես անում, որ ինձ վատ զգամ, էլի։ Չէ, նենց եմ անում, որ սթափվես ու հասկանաս, որ առողջության հետ խաղ չեն անում, տղա ջան։ Մերի։ Ինչ։ Սեմ, Աստված ամեն անգամ քեզ ձեռք չի բարձելու, եթե դու անընդհատ նույն սխալն անես։ Ես լավ եմ։ Դու լավ կլինես այն ժամանակ, երբ որ լիարժեք կբուժվես, երբ որ կվիրահատվես։ Ես շատ լավ հասկանում եմ, որ ֆինանսն է պատճառը, որ չես ուզում վիրահատվես, որովհետև հա մենք այս վերջում շատ ֆինանսական խնդիրներ ունեցանք։ Ավտոն ջարդուփշուր եղավ, խոսքով այդ կարևոր չի։ Մենք հաստատ միջար կգտնենք, Սեմ։ Ինչ էի անելու առանց քեզ։ Դե ուրեմն գոնե մի փոքր իմ մասին մտածի։ Ես առանց քեզ չեմ կարող, ես մենակ քեզ ունեմ։ Լավ, ոնց ասես։ Առիթ կա։ Դու վերջապես տուն վերադարձա, դրանից էլ լավ արի, Աննա ջան, այդ ծափը արի, տղետա տուն եկե։ Ինչ կա տղես։ Անգելինան ոնց էր։ Աննա ինձ ուտողով մենակ թող։ Խոսում եմ։ Լավ է, մամ ջան, մի անհանգստացի, բայց որ թողեին մոտը մնայի ավելի լավ կլիներ։ Աննա կրկնեմ։ Ոնց որ տրամադրված ես։ Թեժա լինելու։ Էշի տեղս դնում ես տղա ջան։ Մեկ ասում ես բան չկա դրա հետ, մեկ էլ վազում ես դրա մոտ բազմակյուր։ Պապ։ Ինչ անեմ։ Տրակացնեմ այդ բազմակյուր տանող ճամփեն։ Ես առանց այդ աղջկա չեմ կարող։ Տեսեք։ Տղան չի կարողանում առանց այդ աղջկա։ Ես էլ չեմ կարողանում, որ դու այդ աղջկա հետ ես։ Այդ չեմ կարողանում տեսնեմ։ Բայց հիմա ոնց ենք անելու։ Ես տարբերակներ չունեմ։ Իսկ ես ունեմ։ Ու ինչքան շուտ ընդունես իմ տարբերակը, այդքան ավելի լավ համ իմ համար, համ քո համար, համ այդ աղջկա համար։
Ավելի լավ է չասես այդ տարբերակը։ Չէ, ինչի։ Ես հերթական անգամ ինձ նեղություն կտամ ու կասեմ։ Դուք իրար հետ չեք կարա լինեք։ Ինչի։ Չգոռաս։ Գոնե մի հիմնավոր պատճառ ասա։ Պատճառները շատ են։ Ուղղակի դու դրանք չես տեսնում ու չես ընդունում։ Հա։ Կարող է պատճառները շատ են, բայց անհիմն են, պապ։ Այս պատմության մեջ ամենահիմնավոր պատճառը իմ սերն է, ու ես պայքարելու եմ դրա համար։ Դու ջահել ես, անլուրջ ջահել։ Ուղղակի չես ուզում ընդունես իմ ասածը։ Ես անլուրջ չեմ։ Դու լուրջ չես վերաբերվում ինձ ու իմ զգացմունքներին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում եք ուզում։ Ես այս ծաղիկները Անգելինային եմ առաքել։ Կներեք, բայց Անգելինային ծաղիկ պետք չի։ Տիկին, ես իմ աշխատանքն եմ կատարում։ Մի րոպե։ Հենրի Շախունց, ինչ անպատկառ տղա դու դուրս եկար։ Ոչ մի ձև չես խաղաղվում, բայց այս պայքարում դու հաղթող չես լինելու։ Շատ հետաքրքիր է, ինչ է գրել։